Պարոն Պապիկյան, Լոռու մարզի քարոզարշավը դուք նաև առանձին քարոզարշավներ եք անում, ինչպես եք գնահատում, նկատի ունենալով նաև վերջերս տեղի ունեցած սադրանք ընդդիմադիրների կողմից, սա ինչի դրսևորում է։ Վախի դրսևորում է, իրանք վախեցած են ու նաև առիթ եմ ունեցել ասելու, մանր մարդիկ են, այլ բան չեմ կարող ասել։ Ընդհանուր քարոզարշավից ինչ դիտարկումներ ունեք։ Ընդհանուր քարոզարշավը շատ դրական է անցնում, քաղաքացիները շատ ջերմ են մեզ ընդունում։ Ես շարունակելու եմ մարզում իմ քարոզարշավը, այսինքն որպես տարածքի բնակիչ կամ ծնունդով ես տարածաշրջանից, բայց իհարկե նաև մասնակցում եմ մեծ քարոզարշավի վարչապետի գլխավորությամբ։ Փորձում են ներկայացնել այնպես, թե Լոռու մարզը տաշիրը իրենց այսպես սիրելի մարզն է, իրենց վստահությունն է վայելում։ Ձեր շփումները արդյոք այդպիսի բան են ցույց տալիս։ Լոռու մարզը կարա բոլորի սիրելին լինի, բայց որ դա իրենցն է այդ մարզը, նման բան չի կարող լինել։ Պարոն Պապիկյան, ամեն օր ձայնագրություններ են հրապարակվում ընտրակաշարքի վերաբերյալ եւ օրերս հրապարակված մի ձայնագրության մեջ առնչություն կար նաեւ զորամասերից մեկին դուց անունով, որ զինվորներին են փորձում ներգրավել հրամանատարների, դուք դա ուսումնասիրում եք թե ոչ եւ ինչ մտահոգություններ կան։ Դրա համար կան պատկան մարմիններ կուսումնասիրեն, որովհետեւ զինծառայողին ներգրավել քաղաքականության մեջ դա օրենքով է արգելած, բայց առաջի ձայնագրության մեջ չի, որ նման բաներ լսելի են դառնում մեզ, այսինքն մարդիկ համարում են, որ կա այնտեղ պարարթող, որտեղ իրենք պիտի փորձեն քայլեր ձեռնարկել, բայց իրենց այդ ձեռքը կկտրենք ուղղակի։ Նախկիններն էլ էին այդպես փորձում անել, զինվորներին ներգրավել, ասել, որ պետք է գնաք այս մեկին ընտրել, այո, անում էին։ Հիմա այս ոճը ինչ է հուշում։ Այդ ոճը հուշում է, օրինակ նույնն են, բան չի փոխվել իրանց ոճի մեջ, այսինքն ինչով է տարբերում այսօր ուժեղ Հայաստանը կամ մեր ձևով շարժումը, նույն հանրապետական կուսակցությունն է։ Մենք տարիներ շարունակ այստեղ տեսել ենք իրենց կողմից պատգամավորի թեկնածու, նույն Կարեն Կարապետյանը, Սամվել Կարապետյանի եղբայրը, իր քրոջ ամուսինը, անունը չեմ հիշի, այսինքն իրենք դա ժառանգական քվոտա է եղել, անդադ պատգամավոր են ունեցել իրենց Գերդաստանից։ Կա վստահություն, օրինակ, որ այս անգամ այդպիսի բան չեն կարող անել, այսինքն բանակում զինվորների ներգրավվածության հարկադրանքի, չգիտեմ, ծանոթ բարեկամի։ Չենք թողնի, թույլ չենք տա։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։